Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համենայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 31-ն է 2026 թվական։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից, կանրադառնանք աշխարհաքաղաքականի կարևոր շատ բաներ կա, որ պետք է քննարկենք։ Նախ անդրադառնանք երեկվա հայտարարությանը Հայաստանի ամերիկյան համալսարանի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է. Հայաստանի ամերիկյան համալսարանը մարտի 31-ից կվերադառնա առկա ուսուցման ձևաչափին։ Առցանց դասերին ժամանակավոր անցնելու որոշումը կայացվել էր բացառապես զգուշավորության նկատառումներից ելնելով, առաջնահերթ համարելով համայնքի անվտանգությունը։ Միևնույն ժամանակ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված հավաստիացումների համաձայն համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ, ինչի հիման վրա էլ որոշում է կայացվել վերադառնալ բնականոն ուսումնական գործընթացին։ Սա ամբողջ աբսուրդը երեկվա և այսօրվա կայանում է հենց նրանում, որ եթե անհանգստություն ունեք ձեր համայնքի համար, կարող եք ասել, որ անցնում ենք առցանց ուսուցման այդ օրը, որովհետև լսել եք, որ ինչ-որ վտանգ կա, ամերիկյան համալսարաններին տարածաշրջանի Իրանը սպառնացել է, որ կարող է հարվածի։ Բայց եթե դուք հրապարակում եք դա, ամբողջ երկիրն իմանում է, ամբողջ աշխարհն իմանում է, որ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող համալսարանը զգուշացնում է, որ կարող է շենքին Իրանից հարվածել։ Լուրջ։ Այս երկրում արդեն հիմնարկապետություն, հա։ Այսինքն մի հիմնարկ որոշում է ու ասում է ժողովուրդ ջան, խնդրում ենք այսօր նկատի ունեցեք, որ Իրանը կարող է մեր շենքին խփի։ Լուրջ։ Սա է ձեր քաղաքացիական պաշտպանությունը, ուր է ձեր կառավարությունը։ Ոնց է տես բան հնարավոր։ Հետո էլ գուշակել, իսկ կխփի թե չի խփի։ Մենք պետություն չենք։ Այսինքն ինչ է նշանակում, հիմա հետո ԿԳՄՍ-ից իմացանք, որ վտանգ չկա, հիմա լանցենք, ասել ենք դասերին։ Հիմա ինչ անենք։ Եթե վաղը հանկարծ Էմանուել Մակրոնը մի հայտարարություն անի, որ Իրանում դուրները չկա, Վիոլա ջուրը պետք է հայտարարի, ժողովուրդ ջան, խնդրում ենք ջրի ծորակներից հեռու մնացեք, Իրանը կարող է խփի մեր ջրերին, հա։ Կամ Քարֆուրը հայտարարի, այսօր չգաք խանութ։ Կարող է հանկարծ դուրները չգա, բայց պետությունը չգիտի իր երկիրը վտանգի տակ է, թե չէ։ Կամ եթե նույնիսկ նման վտանգ կա, ով է դա հայտարարելու։ Կառավարության անունից հատուկ պետական կառույց, ոչ թե մի հատ հիմնարկ։ Եվ այդ հիմնարկը գիտական օջախ է, համարվում է ամենաբարձրակարգներից մեկը, որը որ ինքը գտնում է, որ ինքը կարող է հայտարարի, որ ամբողջ աշխարհի հայությունը լսի, որ մեզ զգուշացնում են, որ կարող է Իրանը խփի Երևանի կենտրոնին։ Բա իշխանությունները ոնց որ թե վատ հարաբերություն չունեն Իրանի հետ։ Կարային զանգեին ասեին ընկեր, այդ մեզ է լավ վերաբերվում։ Առավոտից իրեգու ձեզ գրկած ման են գալի, ձեր շահերը սպասարկում։ Փաստորեն մենք պետք է Հայաստանի ամերիկյան համալսարանից իմանանք Բաղրամյան փողոցին խփելու եք, թե չէ։ Կամ եթե նույնիսկ համապատասխան վտանգ կա, դա հիմնարկի ղեկավարի հայտարարություն է։ Եթե մանավանդ կարող է իր հանգիստ դասեր առցանց անցնել ցանկացած այլ պատճառով, նույնիսկ պատճառը, եթե պատճառը հիմնավորում ես, դա կապում ես Իրանի, դա կապում ես Ամերիկայի բոլոր համալսարանների հետ, ուրեմն դու գլոբալ աշխարհաքաղաքական վտանգի մասին ես խոսում, որի մեջ հայտնվել է Հայաստանը։ Մարդիկ էլ մտածում են, սպասի Իրանը նաև խփել է ինչ որտեղ նաև դեսպանատան, բա մենք էլ ունենք, բա վաղը կարող է մենք էլ հարվածի տակ լինենք։ Ու դա պետք է ով ասի։ Հիմնարկի ղեկավարը։ Ու դեռ այդ հիմնարկի ղեկավարն աշխատում է։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, դա արդեն դուք հետո ասում են, բանը, ասենք, դե լավ մարդ ինչ է նշանակում, զգուշացրել էր բարի նպատակներով։ Եթե մենք նորմալ իշխանություն ունենանք, պետք է ասեն ընկեր, դու քո տեղում չես։ Այդ իմ կարծիքն է։ Անկախ նայած ով անձամբ չեմ ճանաչում, չգիտեմ ինքը ինչ ինտելեկտուալ հնարավորություններ ունի եւ ինչ կազմակերպական որակներ, որ ինքը այդ համալսարանը ղեկավարում է, բայց եթե համալսարան ղեկավարողը այսպիսի մակարդակ ունի որակներ, պատերազմող երկրի կողքի հարևանին, որ տեսնում է, որ գլխով հրթիռներ են թռնում,
որ ցանկացած պրովոկացիա կարող է լինել, ամեն ինչ կարող է լինել եւ նման հայտարարություն, ես կարծում եմ, որ սրան պետք է անպայման, սա չի կարելի անարձագանք թողել, ժողովուրդ ջան, մնացածը թող մեր իշխանությունները որոշեն եւ մեր հասարակությունը։ Իսկ հիմա տեսնենք, մեզ խաղաղություն խոստացած Նիկոլ Փաշինյանը, որ մեզ տանում է ընտրությունների, ասում է մենք խաղաղություն ենք բերել, մնացածը պատերազմ։ Թե մնացով է պատերազմ բերել, դա իրանց խնդիրն է, իրանց կռիվն է, թող որոշեն, բայց ընտրությանը մենք էլ ենք մասնակցում, ոնց որ թե պատերազմի կոչեր չենք անում, եւ ասել, որ մենք ենք ու իրանք են, նշանակում է նորից դնել 2021 թվականի սցենարը։ Այս Նիկոլ Փաշինյանն է, այս էլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ընտրենք Փաշինյանին, որ նրանք հանկարծ չգան։ Կամ ընտրենք նրանց, որ Փաշինյանից պրծնենք։ Այդ սցենարը 5 տարի հետո տեղափոխվել է։ Կարծես 5 տարի այս աշխարհում ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց ուրիշ մասնակցողներ չկա։ Եվ հիմա տեսնենք, որքանով է Փաշինյանը այդ խաղաղությունը բերել եւ ում անունից է բերել։ Մենակ չասեք Տրամփի հետ գիտենք, նախ գիտենք, որ այդ խաղաղությունը մեզ Տրամփը չի երաշխավոր է, ում էլ որ երաշխավորը լա տեսնում ենք, իսկ Ադրբեջանի վրա հույս դնելը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել նվիրված մարտի 31-ին ադրբեջանցիների ցեղասպանության օրվան, այսինքն այսօրվա մասին է խոսքը։ Պատմության տարբեր փուլերում ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների եւ ցեղասպանության քաղաքականության, որը միտումնավոր իրականացվել է հայերի կողմից զանգվածաբար ոչնչացրել են նրանց ազգային պատկանելիության եւ կրոնի հիման վրա։ 20-րդ դարի սկզբից ի վեր Ադրբեջանի տարբեր շրջաններում եւ ներկայիս Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանական բնակչության նկատմամբ կատարվել են համակարգված եւ դաժան հանցագործություններ, ասվում է Սաբինա Ալիևայի հայտարարությունում, նշում է, թե միջազգային մակարդակով դեռևս արդար դիրքորոշում չի արտահայտվել ազգային եւ կրոնական պատկանելիության հիման վրա քաղաքացիական բնակչության համակարգված ոչնչացման եւ 1918 թվականի մարտ-ապրիլին կատարված ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ։ Ըստ Ալիևայի ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանության հանցագործությունների միջազգային ճանաչումը, ինչպես նաև արդարադատության վերականգնումը կարևոր են ապագայում մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։ Միջազգային կազմակերպությունները եւ ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված համակարգված էթնիկ զտումների եւ ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ եւ 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն, ասվում է հայտարարության մեջ։ Երբ որ մեր իշխանությունները ասում են մենք գնում ենք խաղաղության Ադրբեջանի հետ, վերջապես մենք պետքա մի կողմ դնենք պատմական կնճռոտ թեմաները, եթե ուզում ենք գնալ խաղաղության, հերիք է հիշացնենք, թե ինչ ա եղել անցյալում, այո, իսկապես շատ բաներ ա եղել, բայց եթե դրանք մենք մոռացության չտանք, մենք խաղաղության չենք գնա, հենց դու մոռացության ես տալի եւ շանտաժ ես անում Հայաստանում բոլորին, ովքեր մոռացության չեն տալի, դուք պատերազմ եք ուզում։ Ադրբեջանն ասում է շատ լավ։ Հիմա մենք աշխարհին ցույց կտանք, որ ցեղասպանը դուք եք, ոչ միայն 18 թվին, այլև 88 թվին, եւ որի արդյունքում մենք կհասնենք ի վերջո դրան, որ մեր իրավունքները միջազգայինորեն կճանաչեն եւ մենք կվերադառնանք մեր պատմական տարածքները։ Չգիտեք ինչ հող է նախապատրաստվում մեր դեմ։ Այո, կարող է Հայաստանում խաղաղություն լինի, որտեղ Ալիևն ասել է մենք տանկերով չենք գալու, մենք մեքենաներով ենք գալու։ Կարող է այս տարածքի անունը լինի Հայաստան ու խաղաղություն լինի, բայց հայերը էլ ստեղ չլինեն։ Հետագայում արդեն անունը փոխեն դնեն Արևմտյան Ադրբեջան, հո մի անգամից չեն անելու, որ դուք գլխի ընկնեք, թե ձեր գլխին ինչ են սարքում։ Իսկ հիմա նայենք, Թուրքիայի հետ այդ ջերմ հարաբերություններ, ջերմ բանակցություններ, Հայաստանը ամեն ինչ անում է, որ ցեղասպանության հարցը մի կողմ դնեն, դե ասма հերիքա, դե հասկացանք էլի, Արարատն էլ մոռանանք, պատմական այդ կնճռոտ թեմաներն էլ, հիմա դուք ինչ գիտեք, ինչքան է այդ ցեղասպանությունն եղել, եկեք հաթաթ հաշվենք, 1,5 միլիոն, նոր խոսանք 1,5 միլիոն, կարող է այդքան չի, բոլոր կարգի աբսուրդները լսել եք, այդ բոլորը չկրկնենք։
Եվ դրանից հետո հիմա այն Թուրքիայի հետ, որ առանձնահատուկ հարաբերությունների մասին են խոսում, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է. պատմության մեջ որպես սև բիծ մնացած այդ ողբերգական օրերին հայկական զինված կազմավորումներն անգութ կերպով սպանել են հազարավոր անմեղ ադրբեջանցիների։ Մենք չենք մոռացել մեր եղբայրների դեմ իրագործված ցեղասպանությունը, չենք մոռանա եւ թույլ չենք տա մոռանալ։ Երախտագիտությամբ ու խոնարհումով հարգում ենք մեր նահատակների հիշատակը։ Էս ինչ սենց ակտիվություն սկսվեց, որ պահից սկսվեց, երբ որ մեզ ասում են մոռացեք ձեր պատմական անցյալը, հերիք է խոսեք Ադրբեջանի ու Թուրքիայի արածների մեր դեմ, հերիք է խոսեք, մենք խաղաղություն ենք ձեզ բերել, ձեզ բերել ենք խաղաղություն, ձեզ բերել ենք երաժշտություն, ձեզ բերել ենք տրճիկ տալու հնարավորություն, ապագան այսօր է եւ մենք խաղաղություն ենք բերել ու բերել ենք մի հատ սրտիկ։ Իսկ հիմա հանկարծ չմտածեք, թե դա հենց այնց ուղղակի հայտարարություն է։ Ադրբեջանի արտգործնախարարությունն է հայտարարություն տարածել։ Այս կարող է այն արտգործնախարարությունն է, որի հետ ենք մենք խաղաղությունը պայմանավորվել։ Այսօր մարտի 31-ին ադրբեջանցիների ցեղասպանության օրն է։ Լրանում է մեր ժողովրդի դեմ արմատական հայկական խմբավորումների կողմից իրականացված սարսափելի կոտորածների 108-ամյակը։ 1918 թվականի մարտին 4000 զինված անդամների կողմից իրականացված ցեղասպանությունը պատմության մեջ է մտել որպես էթնիկ զտումների ամենադաժան օրինակներից մեկը։ 20-րդ դարի սկզբին այս արյունալի ցեղասպանության քաղաքականությունը շարունակվեց հետագա ժամանակներում եւ դարի վերջին, այսինքն հողա նախապատրաստում չէ, ձեռք բերեց համակարգված բնույթ ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային տեղահանությունների, ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին կատարված զանգվածային սպանությունների, մասնավորապես Խոջալույի ցեղասպանության եւ այլ ռազմական հանցագործությունների տեսքով, ասվում է հայտարարությունում։ Ժողովուրդ, դուք ում հետ եք խաղաղություն գնում։ Այս մարդկանց։ Ու այս մարդկանց ինչու՞ պետք է մեղադրեք, եթե այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն է մեզ պարտադրում։ Չի կարելի խոսել ինչ-որ հարցերից, եթե մենք գնում ենք խաղաղության։ Մենք գնում ենք խաղաղության, մեր դռները բացում ենք իրանց առաջ, աղոհացով դիմավորում ենք, իսկ իրանք ինչպես են գալիս։ Վաղը ես ուզում եմ իմանամ ոնց եք դեմն առնելու, որ ասեն, բա եթե մենք պայմանագիր ենք կնքել խաղաղության ու մենք նորմալ ապրում ենք, իսկ ով պետք է մեզ արգելի գանք Հայաստանում տուն առնենք ու ապրենք։ Իսկ ով պետք է մեզ արգելի Հայաստանում տուն առնելուց պատահաբար հարևանի հետ ինչ որ մի հարցի հետ կապված կոնֆլիկտ ունենանք։ Եվ այդ ժամանակ Թուրքիան, Ադրբեջանը մտածեն, որ իրանց քաղաքացիների իրավունքները ոտնահարված են։ Ո՞վ է դեմն առնելու։ Եթե հույսներդ Նիկոլ Փաշինյանն է, այդ մոռացեք։ Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում, որ դա կատարվի։ Եթե չի երևում, ավելի պարզ այդ մարդիկ հայտարարում են, գիտեք ինչ են, չէին կարա հիմա սպասեին ընտրությունն ավարտվեր հետո։ Չէ, Ժորժ ջան, իրանք ասում են դուք այս ամեն ինչը իմանալով եթե կընտրեք, այդ ձեր որոշումն է։ Հանկարծ չասեք, որ դուք մեր դեմ դիմադրելու եք։ Մենք ձեր դիմադրողականությունը կոտրում ենք։ Դուք գնացել եք ձայն եք տվել Նիկոլ Փաշինյանին, որը մեզ խոստացել է նման գեղեցիկ ծրագիր։ Այնպես որ դա դուք եք խոստացել, ոչ թե Փաշինյանը։ Փաշինյանը ձեզ ներկայացրել է, դուք լսել եք։ Ադրբեջանից, Թուրքիայից հայտարարությունները լսել եք, մեր մտադրությունները լսել եք, որ գալու ենք արևմտյան Ադրբեջանը վերականգնենք, մեր պատմական հողերը, քարտեզներ են տպում, սիմպոզիումներ են անում։ Բայց ինչի էր Ալիևն ասում, ես չեմ ուզում Փաշինյանի հետ պայմանագիր ստորագրեմ, ես ուզում եմ հայ ժողովրդի հետ ստորագրեմ։ Այո, փոխեք սահմանադրությունը, հանեք անկախության հռչակագիրը։ Եթե անկախության հռչակագիրը անգամ հանում ես, այս ամեն ինչ անկախության հռչակագիրի հետ կապ չունի, չէ՞։ Դա նշանակում է այդ մարդկանց պահանջները Հայաստանից չի պակասելու։ Դա նշանակում է իրանք ուզում են ընտրություններից առաջ ասեն, ժողովուրդ, հետո չասեք, մենք չգիտեինք, դուք լավ էլ գիտեիք ինչի համար եք Փաշինյանին ընտրել։ Ընտրել եք հենց սրա համար, որ ինքը կյանքի կոչի այս ամեն ինչը։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար
Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան հանձնելու շուրջ։ Ես կարող եմ ասել, որ առաջին հերթին մենք չենք նախատեսում որևէ մեկին զիջումներ անել, դա համարում է զիջումներ անել։ Երկրորդ, պաշտոնական մակարդակով գործընկերները Հայաստանի մեր գործընկերները մեզ հետ այդ հարցերը չեն քննարկել, ասել է Անդրեյ Նիկիտինը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ես դիմել եմ այդ հարցով Վլադիմիր Պուտինին, բայց Վլադիմիր Պուտինին ինքը ասում է, որ դիմել է, որ ենթադրենք կլինի գաք վերանորոգեք, որ բացենք այդ ճանապարհը։ Բայց Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել, որ բերեք այդ կոնցեսիոն պայմանագիրի ինչ-որ մեկին տանք, դա ընդհանրեն եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում, որ թող մի հատ նենց երկիր լինի, երկուսիս համար էլ ընդունելի։ Բայց դա չի քննարկվել ռուսական կողմի հետ։ Այսինքն սա է։ Բա ինչ էր ասում էր, եթե Ռուսաստանը մնաց, Ռուսաստանը արեց, այդ դեպքում մեր թրիփի գործընկերներն էլ կնեղանան ու կասեն, դե եթե Ռուսաստանը պետք է վերահսկի, կազմակերպական հարցերն անի, մեզ է ձեռնտու չի դա, դրա համար այն ճանապարհը, որ պետք է Հայաստանը Հայաստանի հետ կապեր, դա իրանք չեն էլ անի։ Կարելի է կարծել մենք չենք տեսնում շինարարությունն ինչ են անում, կամ չենք տեսնում, որ դա Հայաստանը Հայաստանին չի կապելու։ Այդ ընդհանրապես պատճառը պետք է ասել, թե ով է մեղավոր։ Կարելի է կարծել Ռուսաստանի հետ հարաբերությունները մենք պետք է կարգավորենք, դե դուք պետք է կարգավորեք, իշխանությունը դուք եք։ Եւ փաստը հենց սա է, որ հիմա Նիկոլ Փաշինյանը արդեն կառավարությունից հայտնում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային նյութով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակներում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս Հայաստանի կառավարությունից, բայց Կրեմլից հայտնում են, որ Մոսկվայում տեղի կունենան Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում կգտնվի աշխատանքային այցով Փաշինյանը։ Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, հանդիպան ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Ժողովուրդով էր ասում Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա է տանում, Փաշինյանը հաստատ չէր ասում։ Բայց թե Փաշինյանի տեղը ովքեր էին ասում, դա էլ որոշեք դուք։ Կողմերը հատուկ անդրադարձ կկատարեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերին։ Բանակցությունների առանցքում են լինելու նաև տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները։ Մասնավորապես քննարկվելու են Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացմանն ուղղված քայլերը։ Այն որ Նիկոլ Փաշինյանն ասում էր դիմում եմ Ռուսաստանին, որ կոնցեսիոն պայմանագիրը որևէ մեկին տան, այն մարդիկ, ովքեր իմ խոսքին հետևում են, քանի անգամ ասած կլինեն, որ դա չի լինելու։ Ռուսաստանը ինչքան էլ փող չունենա, այդքանը կդնի, բայց այդ լծակները չի հանձնի։ Ու չմտածեք, թե Ռուսաստանը չի հանձնի, դա պայմանավորված չի Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ դա լավ էլ պայմանավորված է, որ ինքը պետք է ասի, դե եթե Ռուսաստանը չի անի, մենք կանենք, որպեսզի ստեղ Նիկոլ Փաշինյանի սազանդարներն ասեն, տեսակ ոնց տեղը դրեց Պուտինին այ մարդ, հզոր, դրական, բա ասեց, որ ասեց ինչ, հիմա վերցնելու է հետ, բա Ռուսաստանն ասպա կանեմ, վերջ։ Էնպես որ հիմա ընտրություններից առաջ մենք տեսանք, որ պետք է գնա գծերը ստուգի, ասի այն ինչ որ քեզ խոստանան ռուսամետ ուժերը, ես հաստատ ավելին եմ արել ու անելու եմ, այնպես որ եկել եմ ասեմ, որ իրանց վրա հույս չդնեք։ Այդ նորություն չի, հիմա առաջի անգամ չենք խոսում դրա մասին։ Այսինքն մենք այս օրակարգով, այս դասագրքերով գնում ենք ընտրությունների։ Եվ այդ ընթացքում մի հատ էլ ուղղակի բան հանդիպեց ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանն ինչ ասել։ Մենք գնում ենք նրան, որ մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է կամ Կարապետյանն է։ Երկու մեծ այլընտրանք կա այսօր։ Եթե ուզում եք շարունակել այս անկայուն իրավիճակը, նախ այլընտրանքը եղածի հակառակն է։ Ես չգիտեմ, թե Փաշինյանի այլընտրանքը ոնց է ալնելու։ Չգիտեմ, երևի կարող է ինքը բացատրի։ Ուրեմն անկայուն, եթե ուզում ենք ամեն ինչ նույնը մնա, տարբերակը կա, եթե ուզում ենք փոխել մեր երկրի ընթացքը, եթե ուզում ենք վերջապես բերել իրական երաշխավորված խաղաղություն, վերջապես բերել նորմալ տնտեսական ծրագիր, ընտրում ենք Կարապետյանին։
Նախ կարճ ասեմ, շատ երկար չեմ ուզում այս հարցին անդրադառնամ, որովհետև իրանք հրաշալի գիտեն, որ հունիսի 7-ին իրանք չեն կարող ընտրել Սամվել Կարապետյանին վարչապետ, ինչքան ձայն ուզում է ինքը ստացած լինի, որովհետև իր տվյալները չի համապատասխանում լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինչքան էլ ձայն ստանան, իրանք սահմանադրական օրենքը չեն փոխելու հունիսի 7-ից հետո անմիջապես, ինչքան էլ ձայն ստանան, դա բավարար չի լինելու, որպես իրանք փոխեն սահմանադրական օրենքը։ Թե չգիտեմ, այս ժողովրդին ինչով են ոգևորվել, հետո էլ ոգևորությունից հետո էլ ոնց են հուսախաբ անելու, հետո հուսախաբ անելուց հետո ավելի քիչ են Հայաստանով զբաղվելու, որտեղ արդեն նեղացած գնալուց հետո այս նեղված ժողովուրդը հիասթափված ոնց ենք կարողանալու այդ վիճակից հանենք, այդ ամբողջ բեռը մնալու է մեր կարգի մարդկանց վրա, որոնք որ ժողովրդին չեն խաբում, որոնք որ ժողովրդին անկեղծ ասում են։ Դուք այլընտրանք չեք, դուք Ռոբերտ Քոչարյանի այլընտրանքն եք։ Դուք Հայաստանի համար այլընտրանք չեք։ 2021 թվականին ինչ որ արել է Ռոբերտ Քոչարյանը, հիմա ինքը մոդա չի։ Հնարավոր չի վերակենդանացնել Ռոբերտ Քոչարյանին։ Չկա, Ռոբերտ Քոչարյանը մոտարապես այն առյուծի օրն է, որին ինքը սանձել էր, վրան նստել էր, այդ առյուծը չկար։ Ինքը հիմա վերևին է չի, ինքը հիմա տակինն է։ Առյուծել չի հաստատ, դեհոնորություն չի։ Հիմա դուք եկել եք Քոչարյանի այլընտրանքն եք։ Այլընտրանքը մեր նման մարդիկ են, որ ասում են այլընտրանք ենք թե այս իշխանությանը, թե այս ռուսամետ ընդդիմությանը, որ մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ ընտրության, որ մեր ժողովուրդի այս երիտասարդության ապագան չի կարող լինել ավելի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, որ չի կարելի մտածել գայթակղել երիտասարդներին, մտածելով, որ այս տարիների ընթացքում դարձել են նյութապաշտ եւ նրանց ընդհանրապես բացի փողից ուրիշ բան չի հետարկում։ Շատ վատ եք ճանաչում մեր երիտասարդությանը։ Ուրեմն լավ չեք շփվում մեր երիտասարդության հետ։ Ուրեմն ընդհանրապես շփվում եք այն մարդկանց հետ, ովքեր եկել են ինչ-որ բանից օգտվելու, բայց հասարակության ամբողջ շերտերին ինտելեկտուալ ու ազատ մտածող երիտասարդության ուղղակի չեք ճանաչում։ Այդ երիտասարդությանն էլ այնքան զզվացրել եք, քաղաքականությամբ չեն զբաղվում։ Էդ էլ է ձեր մեղքը։ Էդ էլ է ավակ սերունդի մեղքը, որ այդ մարդիկ իրանց ապագան արդեն ասում են լավ է, ինչ ուզում եք արեք։ Մեկը բան չի փոխվելու։ Ինչի՞։ Ձեր ուշնու միտքը նա է, որ ասեք պայքարը գնում է այս երկուսի մեջ։ Դա հենց Նիկոլ Փաշինյանի սցենարն է։ Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ այս պայքարը գնա իրա եւ Սամվել Կարապետյանի մեջ։ Չգիտեք։ Բա դուք խաղալով Նիկոլ Փաշինյանի խաղը ուզում եք իրան հաղթեք։ Այն դեպքում, երբ որ երկքաղաքացին օբյեկտիվորեն ես օրինակ դեմ եմ, որ սահմանադրություն փոխվի, սահմանադրական օրենք եւ երկքաղաքացին իրավունք ունենա դառնա Հայաստանի վարչապետ, որովհետեւ մի պարզ պատճառով, եթե դու Հայաստանի օրենքը ասում է Հայաստանի, չէ, 13 պրիմ հոդվածը, որ Հայաստանը երկքաղաքացում ճանաչում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի նրա իրավունքներով ու պարտականություններով։ Բայց եթե այդ նույն մարդը միևնույն ժամանակ նաև Ռուսաստանի քաղաքացի է, եթե հանկարծ հակասություն կա Ռուսաստանի եւ Հայաստանի շահերի միջև, իսկ դա շատ հաճախ կա, ահավոր հաճախ կա, պետք չի լղոզել ասել տենց բան չկա, կամ Հայաստանն է մեղավոր, որ Ռուսաստանը մեզ քաղցր աչքով չի նայում, այդ հեքիաթները կպահեք ցածր դասարանի աշակերտների համար։ Բայց այդ դեպքում ինչ ենք անելու։ Ես իմանալով, որ Ռուսաստանը կարող է մի հատ վտանգավոր քայլ անի Հայաստանի հետ կապված օգտագործի ներքին ուժերը, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անկախ նայած ով է իշխանության, ես 15 րոպեում նրան կտեղեկացնեմ այդ վտանգի մասին։ Ով ուզում է լինի։ Նույնիսկ եթե առավոտից իրիկու 24 ժամ նրան քննադատեմ ու ասեմ ինքը թյուրիմացություն է իշխանության աթոռին։ Բայց եթե վտանգ է սպառնում մեր երկրին, վտանգ է սպառնում մեր պետականությանը, ով այդ աթոռին նստի, լավ իմանալով որ աշտներով էլ աշտ չունեմ իրանց հետ, եթե ես վտանգի համար զգուշացնում եմ, դա իմ անձնականի համար չի։ Այո, ես 15 րոպեում կզգուշացնեմ ցանկացած իշխանության։ Որովհետև ես Հայաստանի քաղաքացի եմ, իմ վտանգված է իմ երկրի անվտանգությունը։ Բայց եթե ես Ռուսաստանի քաղաքացի ելնեի, ես ո՞ւս կանեի դա։ Բայց դեպքում ես կդառնայի Ռուսաստանի դավաճան։ Ռուսաստանը կկանչեր կասել մի րոպե։ Ես դու գնացել ես Հայաստանի իշխանություններին ասել ես, որ մենք Հայաստանի դեմ բան ենք անում։
Օբյեկտիվորեն դու չես կարա համ Հայաստանի շահերը պաշտպանես, համ Ռուսաստանի։ Դա մենակ մի դեպքում կարա լինի, եթե Հայաստանի ու Ռուսաստանի շահերը 100%-ով համապատասխանում են, բայց հավատացնում եմ ձեզ, նրանք ովքեր Ռուսաստանը գիտեն, լավ գիտեն, որ Ռուսաստանի եւ անգամ նրանց մարզերի պետերի շահերը 100%-ով չեն համապատասխանում, իրանք ուրիշ շահեր ունեն, որպեսի Հայաստանի շահը Ռուսաստանի հետ չհակասի, դա նշանակում է Հայաստան պետություն պետք է գոյություն չունենա։ Ուրեմն դուք այլընտրանք չեք, ժողովուրդ ջան, թողեք հանգիստ մարդկանց բացատրենք ինչ է կատարվում այս երկրում եւ ոնց գնանք ընտրության եւ նորմալ այլընտրանք ձևավորենք։ Դուք Քոչարյանի այլընտրանքն եք ընդդեմ Փաշինյանի։ Վերջ։ Դա ես չեմ խոսում այդ ընտրակաշարք, մյուս եւ այլ, մեկը կասի եղել է, մեկը կասի չի եղել։ Դրանք թողենք, իրավապահ համակարգը թող զբաղվի, իրանք էլ ասեն տես բան կա կամ չկա։ Չեմ ուզում ներքաշվեմ դրա մեջ։ Ես պարզապես սկզբունքն եմ ասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լինել Հայաստանի վարչապետ։ Այդ սահմանադրությունը նախ չեք կարող փոխել, հետո սխալ է որ կարողանաք փոխել։ Իսկ եթե ուզում եք Նիկոլ Փաշինյանը տուն գնա, Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկողները գաղափարական մարդիկ պետք է լինեն, որ կանգնեն ու ասեն ժողովուրդ ջան, մեր երկրի ապագան սա է, էսում եք վստահ է մեր երկրի ապագան։ Բա Նիկոլ Փաշինյանին դուք նվեր եք, ինչ ուզենա ձեր հետ կանի, ինչ ուզենա, հետո էլ կասի տեսակում հաղթեցի։ Բա ժողովուրդ ջան, դուք ամեն քայլ առ քայլ ամեն ինչ անում եք, որ լեգիտիմացնեք Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Չգիտեք ինչ եք անում։ Հիմա էլ այլընտրանք չկա, հա, դե դուք եք այլընտրանքը։ Դրա համար շատ չեմ ուզում դա անդրադառնամ, ինձ թվում է այն վերաբերմունքը հասկացաք, ես համարում եմ, որ մենք ունենք անելիք, մենք մեր անելիքը պետք է անենք, մենք մեր հասարակությանը մաքսիմալ ձևով պետք է ներկայացնենք, որ այս կռվի մեջ ժողովուրդը հաղթել չի կարող։ Անցյալի ու ռուսամետ ուժերի կռիվը կամ անցյալի ու թեկուզ ներկայի դա մեզ ապագա չի տանելու, ձեր երեխայի ապագան չի կարելի վստահել ոչ այս թևին, ոչ այն թևին։ Դրա համար ասում ենք ժողովուրդ ջան, մենք էլ մեր համեստ ուժերի ներածի չափով փորձում ենք ամեն ինչ անել, որ հասարակությանը բացատրենք ինչա կատարվում։ Այո, եւ ներկայացնենք այդ այլընտրանքը։ Ոնց որ ես պարբերաբար ներկայացնում եմ, որ այո, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հենց հանդես է գալիս որպես այդպիսի այլընտրանք եւ այս իշխանությանը եւ Ռոբերտ Քոչարյանի կամ առասարակ ռուսամետ ուժերին, որի ղեկավարն է Գուրգեն Սիմոնյանը, ես էլ ներգրաված եմ այդ ընտրական ցուցակի երկրորդ համարում եւ իմ համեստ ուժերի ներածի չափով պետք է փորձենք հասարակությանը բացատրենք, թե իրականում մենք ինչ ենք ուզում, որն է մեր երկրի տեղն ու դերը այս աշխարհում, տարածաշրջանում եւ առասարակ ինչ պետք է անենք, որ ունենանք ժողովրդավար, բարեկեցիկ ու անվտանգ Հայաստան։ Եվ դրա համար ձեր հնարավորությունների սահմաններում այո նաև օգնեք ալիքին, որովհետև հասկանում եք, թե ինչքան կարևոր է մեր խոսքը տեղ հասցնել, մի հատ հոդաբաց նախադասություն չեն կարողանում ասել, բայց ողողածը Հայաստանի բոլոր պատերը, բոլոր բլուրները, բոլոր հարթակները եւ բոլոր մեդիաները, այսինքն ողողած լցրած է։ Մի հատ նախադասություն ասես, ասա, այդ մի նախադասությունը չեն կարող ասել, դե որտեղից ասեն, բայց բոլորը լցրած է իրանցով։ Էսա որ բդրամալ կկանգնենք ասեն, դե մենք ենք ու իրանք են, էլով կա որ։ Հա, դե կներեք էլի։ Դրա համար ժողովուրդ ջան, եթե հավանում եք սեղ, մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին սեղ, մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ ձևով ձեր մոտիկների միջոցով տարածեք, ձեր էջերում տարածեք, ձեր բարեկամներին զանգեք, բոլորին ասեք, եթե մարդիկ տեղյակ չեն, մտնեն, ծանոթանան, իմանան ինչի մասին են խոսում, ինչ են ասում, նրանք ովքեր ցանկություն կունենան նաև ալիքին աջակցելու, հասկանում եք ինչ պայքարագնում ես մարդկանց միջև, դրա համար նկարագրական մասում կա բոլոր տարբերակները, արագ փոխանցման, բանկային փոխանցման, քարտային փոխանցման, PayPal համակարգ, Patreon համակարգ, բայց շատ ավելի կարևոր է, որ նաև կապ հաստատեք շնորհապետական կուսակցության գրասենյակի հետ, Գուրգեն Սիմոնյանի հետ եւ այն ինչ որ կարող եք նրան օգնել, դուք կարողանաք նաև դա հենց
պետք է կյանքի կոչենք հենց ձեր ծրագիրը, մեր ծրագիրը, ձեր երեխաների ապագայի ծրագիրը, չի կարող սա որևէ օլիգարխի ծրագիր լինել, այլապես մեր մասնակցելու իմաստը կվերանա, չի կարող մեր կարգի ուժը վաղը անցնի խորհրդարան եւ աջակցի այս իշխանությանը, երբ որ մենք տեսնում ենք այս իշխանության վարած քաղաքականությունը, ինչի առաջ է կանգնացրել Հայաստանին։ Եթե մենք ապագայում ուզում ենք նորմալ պետություն ունենանք, պետք է մերժենք այս երկուսին միաժամանակ, իրար ձեռ-ձեռի բռնած գնան համապատասխան ուղղությամբ։ Կոնկրետ չասեմ, դե հասկանում եք։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրամիության երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև։ Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա Եվրամիության նախարարական նիստը, ասվում է հաղորդագրության մեջ։ Նույնիսկ եթե ոչ բոլոր արտգործնախարարներն են ժամանել Կիև, միևնույնն է, բավական կարևոր է, որ Եվրամիության այս կարգի հանդիպումը անցկացվում է Կիևում, այսինքն Եվրոպան ցույց է տալիս, որ ինքը չի մոռացել Կիևին, Եվրոպան հասկանում է, որ նոր աշխարհակարգի պարագայում ինչ ուզում անեն, ուշադրությունը շեղեն դեպի Իրան, չնայած Իրանով էլ այնպիսի քայլեր է արել ԱՄՆ նախագահը, որ փորձել է գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրներ առաջացնել, միևնույնն է Ուկրաինայի հետ կապված դա սկզբունք է, դա կարմիր գիծ է մեզ համար։ Եթե օկուպանտ, ագրեսոր Ռուսաստանը կարողանա հաջողություն ունենա եւ դա օրինականացվի, այդ նույն պարագայում Ադրբեջանին ով է տեղը դնելու։ Այս պարագայում մեր անկախությունը ումից ենք ուզելու։ Երբ որ տեսնում ենք մանավանդ հակասություն կա Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ, եւ տեսնում ենք տարածաշրջանում ինչա կատարվում։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսնյակ-Կամիշը գրել է. Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մեր Patriot մարտկոցները եւ դրանց հրթիռներն օգտագործում են լեհական օդային տարածքի եւ ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար։ Այս առումով ոչինչ չի փոխվել եւ մենք չենք ծրագրում դրանք վերատեղակայել որևէ այլ վայրում։ Կոսնյակ-Կամիշը հավելել է, որ ԱՄՆ-ում հասկանում են լեհական դիրքորոշումը, մեր դաշնակիցները գիտեն եւ հասկանում են, թե որքան կարեւոր առաքելություններ ունենք մենք այստեղ։ Լեհաստանի անվտանգությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է, գրել է նախարարը։ Այո, ինքը հստակ հասկացնում է, որ Ռուսաստանի դեմ պայքարելու հարցում մենք չենք կարող մեր համակարգերը տանք ԱՄՆ-ին, որպեսզի ինքը Իրանից պաշտպանվի, այդ պարագայում մենք Ռուսաստանին թույլ տանք իր ագրեսիան շարունակի։ Այսինքն այդ մարդիկ իրանց սկզբունքային դիրքորոշումը հայտնում են, ինչքան ուզում է Դոնալդ Տրամփին դա դուր չգա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագիծը Իրանի դեմ պատերազմին չաջակցելու հարցում շատ հիասթափեցնող էր, եւ Վաշինգտոնը կվերանայի դաշինքի հետ հարաբերությունները ռազմական գործողության ավարտից հետո։ Ռուբիոն հիշեցրել է, որ անհրաժեշտության պահին, երբ ԱՄՆ-ը որոշեց, որ ազգային անվտանգությանը եւ իր շահերին լուրջ սպառնալիք կա, Վաշինգտոնը բախվեց ՆԱՏՕ-ի անդամների, մասնավորապես Իսպանիայի կողմից բազաների օգտագործման արգելքին, եւ կան այլ երկրներ, որոնք նույնն են արել։ Այդ ժամանակ հարց է առաջանում, ո՞րն է ԱՄՆ-ի շահը։ Ես միշտ աջակցել եմ ՆԱՏՕ-ին եւ այդ աջակցության պատճառներից մեկն այն է, որ բազաներին հասանելիությունը մեծ լծակներ եւ ճկունություն է տալիս ամբողջ աշխարհում ռազմական գործողություններում։ Բայց եթե ՆԱՏՕ-ն միայն նրա համար է, որ մենք պաշտպանում ենք Եվրոպան հարձակման դեպքում, մինչդեռ մեզ մերժում են բազաներին հասանելիություն ունենալ եւ դրանք մեզ անհրաժեշտ են, դա այնքան էլ լավ համաձայնագիր չէ։ Սա էլ նաեւ Տրամփն է այս հարցին անդրադարձել։ Մի հատ կարճ հասկանանք։ Մինչև հիմա մենք լսում էինք ամեն օր, որ Դոնալդ Տրամփը մուննաթ էր գալիս Եվրոպայի վրա, որ իմ բազաներով ձեր անվտանգությունն եմ պահում, ինչու պետք է ես Եվրոպայի անվտանգությունը պահեմ, դուք գնացեք ձեր համախառն ներքին արդյունքի 5%-ի չափով ներդրում արեք եւ պաշտպանեք ձեր անվտանգությունը, հերիք եղավ, բոլ եղավ։ Համտածում էինք, գուցե կոնգրեսը պետքա սահմանի մի հատ չափանիշ դնի, ասի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփը կարող է մուննաթ գա տարբեր երկրների ղեկավարների, թագավորների, վարչապետների ու նախագահների, գոնե օրը 55 անգամ։ 56-րդը արդեն լիազորությունների գերազանցում է։ Ամեն օր 55 անգամը հերիք է, կամ ասենք 48 անգամ, չգիտեմ, որովհետև միշտ գերազանցում է ինքը։
Բա դուք միջև հիմա ասել եք, որ Եվրոպայի անվտանգությունն է ձեր բազաները պարզվում է այդ բազաները բերել էիք, որ երբ որ ձեզ պետք է օգտագործեիք։ Բա որ ձեզ էլ է պետք, դա փոխշահավետ գործարք էր։ Բա այդ ինչ եք փոխշահավետ գործարքը միջև հիմա մուննատ գալի եւ ասում եք, ինչու չեք համբուրում մեր համապատասխան տեղը։ Նրանք էլ ավելի բարեկիրթ ձևով ասին, Ժորժ ջան, եթե սա մենակ մեր համար է, մենք չենք ուզում դա օգտագործենք։ Հա, եթե պարզվում է ձեր համար էլ է, դե խնդրում ենք փոխշահավետ գործարքի ժամանակ մեր վրա մուննատ չգալ։ Եթե մենք պետք է ձեզ հավասար փող դնենք, էլ դուք ով եք, որ մենք էլ մեր բազաները ձեզ տրամադրենք, մանավանդ որ ձեր բազաներին հարվածում է Իրանը եւ չեք էլ կարողանում անգամ ձեր բազաները պաշտպանեք, ուր մնաց թե այդ երկրները պաշտպանեք, որտեղ ձեր բազաներն են գտնվում։ Այսինքն այդ բազաները նրա համար չէր, որ արաբական երկրներին պաշտպանեք, այդ բազաները նրա համար էր, որպեսզի դուք բոդիկ տեղից թռնեիք Իրանին հարվածելու համար։ Հիմա այդ երկրներն են հարված ուտում։ Եվ նույն ձևի Իրանը ցանկացած երկիր, որը կանգնում եւ ասում է, որ ես կաջակցեմ Ամերիկային, ասում է դու դառնում ես լեգիտիմ թիրախ։ Իսկ այդ լեգիտիմ թիրախին այդ բազաները չեն պաշտպանում այդ երկրին։ Եթե հիմա արդեն Դոնալդ Թրամփը խոստովանում է, որ այդ բազաները Իրան էր պետք մոդիկ տեղից թռնելու համար, ուրեմն ինքը պետք է այո իսկապես վերանայի վերաբերմունքը Եվրոպայի հետ։ Եվրոպան էլ պետք է ասի, եթե քեզ էլ է պետք, ինձ էլ է պետք, արի պայմանավորվենք, որս ինչքան փող ենք դնում։ Էլ մեզ մի խեղդի ասա 5% փող դի, այլապես ես դες չեմ պաշտպանի։ Չկոտորեցիք ձեզ պաշտպանելու համար։ Եթե այդ ամբողջը պետք է պաշտպանեք մի հատ Ռուսաստանից, որ 5-րդ տարին չի կարող Ուկրաինայի մի քանի կիլոմետր առաջ գա, ավելի լավ է մենք գնանք Ռուսաստանի հետ պայմանավորվենք, դու էլ զբաղվի օվկիանոսից են կողմ Կուբայով, Վենեսուելայով, այս կողմերից ինչ գործ ունես։ Այն դեպքում, երբ որ ընդամենը օրերս կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեդքլիֆն ասել է. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության պայմաններում, չնայած Իրանի շուրջ շարունակվող լարվածությանը։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք միաժամանակ մի քանի խնդիր լուծել, հետապնդելով մեր նպատակները Մերձավոր Արևելքում, միաժամանակ շարունակելով աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի հակամարտությանը, ասել է Ռեդքլիֆը։ Սպիտակ տունը պնդում է, որ ԱՄՆ-ն հիմա այս հարցի հետ կապված ամենայն հավանականությամբ հոսանքը գնաց, բայց շարունակենք։ Հիմա դուք տեսաք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս հարցերի հետ կապված հետևողական քաղաքականություններ ցույց տալիս, կենտրոնական հետախուզական վարչությունը պետք է որ էմոցիոնալ հայտարարություններ չանի, էլի, այսինքն այդ հայտարարությունը պետք է լինի այնպիսին, որ իմանա, որ տասնամյակների հետ կապված ծրագիր են անում, վաղը նախագահն է կփոխվի, մեկ ուրիշը կգա, մեկը այդ ծրագիրը պետք է շարունակվի։ Իսկ հիմա դուք տեսնում եք, որ այսպիսի հայտարարություն, բայց Դոնալդ Թրամփը կանգնում ասում է, եթե Իրանի հարցում չեք օգնում, օվկիանոսից են կողմ Ուկրաինային ես ինչի պետք է օգնեմ։ Ուկրաինան ձերն է, Իրանն էլ մերն է։ Եթե Իրանի հարցում չեք օգնում, այսինքն այդ նույն օվկիանոսն է բաժանում, նենց չի որ չի, բայց ի վերջո ուզում եմ ասեմ, որ սա ցույց է տալիս, թե ինչպիսի էմոցիոնալ, ինչպիսի իմպուլսիվ քաղաքականություն ա որը, որը շատ վտանգավոր է։ Մենք ումից ենք ակնկալում մեր անվտանգությունը, եթե Թրամփը կարող է մի օր վերանայի եւ ասի Եվրոպայի հետ գործ չունենք, նրանց անվտանգությունը չենք պահելու։ Այսինքն այդ անվտանգության ճարտարապետությունը փոխվում է մեր աչքի առաջ, ու մենք պետք է որոշում կայացնենք ում հետ ենք։ Ամերիկան մեզ անվտանգության երաշխիք չի տվել, ում էլ տվել է, տեսնում ենք հալները։ Եվրոպայի հետ մենք մեր հարաբերությունները չենք կարգավորում, ձևի համար հայտարարություններ ենք անում։ Ռուսաստանի հետ տեսնում եք ինչ է կատարվում։ Ադրբեջանի Թուրքիայի հետ խաղաղություն բերելը տեսնում եք ինչ տեսք ունի։ Եվ հետևողականորեն հիմա էլ ընկել են Իսպանիայի հետևից։ Սպիտակ տունը պնդում է, որ ԱՄՆ-ն այլևս Իսպանիայի օգնության կարիքը չունի Իրանի դեմ գործողության մեջ։ Մադրիդի կողմից հակամարտությունում ներգրավված ամերիկյան ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելու որոշումից հետո ԱՄՆ զինվորականները հասնում են կամ գերազանցում են իրենց բոլոր նպատակները էպիկական կատաղություն գործողության շրջանակներում եւ Իսպանիայի կամ որևէ մեկի օգնության կարիքը չունեն, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Մադրիդի կողմից ԱՄՆ-ին ռազմաբազաներից օգտվելու հնարավորություն չտալուց հետո նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել առևտուրը Իսպանիայի հետ։ Իհարկե դուք պատկերացնում եք, այսպիսի նպատակային հարձակում Իսպանիայի վրա
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից, այն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, որ վերջերս հատուկ նպատակային ցանկանում էր Իսպանիայի դերակատարությունը կարևոր, ընդամենը մի քանի օր առաջ էր, չէ՞, էդ էլ հիշացնենք, էլի որ պատկերացնեք ինչ են ասում Իսպանիայի մասին եւ ինչ էին ասում Իսպանիայի մասին։ Էյզենհաուերը գնահատակի տարածքում, որը գտնվում է Սպիտակ տան հարևանությամբ, տեղադրվել է Քրիստոֆոր Կոլումբոսի արձանը։ Այս քայլը դիտարկվում է որպես նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հերթական նախաձեռնություն հարգանքի տուրք մատուցելու այս վիճահարույց պատմական անձին։ Թրամփը շարունակում է պաշտպանել Կոլումբոսի ավանդական ընկալումը որպես 1492 թվականի Արշավախմբի առաջնորդի, որը համարվում է Ամերիկայի եվրոպական գաղութացման ոչ պաշտոնական սկիզբը եւ հետագա տնտեսական ու քաղաքական համակարգերի ձևավորման հիմքը։ Միաժամանակ վերջին տարիներին Կոլումբոսի կերպարը վերաիմաստավորվում է եւ նա հաճախ ներկայացում է նաեւ որպես արևմտյան Եվրոպայի կողմից նոր աշխարհի դրա բնական ռեսուրսների եւ բնիկ ժողովուրդների նվաճման խորհրդանիշ։ Սպիտակ տանը Քրիստոֆոր Կոլումբոսը հերոս է եւ նախագահ Թրամփը կապահովի, որ նրան այդպես էլ հարգեն սերունդների ընթացքում, նշում է Սպիտակ տան հաղորդագրությունում։ Ժողովուրդ ջան, Քրիստոֆոր Կոլումբոսը ջենովացի էր, բայց Քրիստոֆոր Կոլումբոսը չէր կարող Ամերիկայի Միացյալ Նահանգ, Ամերիկան գար հայտնագործել, դեռ նահանգներ ինքը չէր մտել։ 1492 թվականի, եթե նրանք չօգնեին իսպանացիները, իսկ իսպանացիները օգնեցին Ֆերդինանդ II Արագոնացին եւ Իզաբելլա I Կաստիլիացին։ Ու եթե նրանք չամուսնանային քաղաքական ամուսնության առիթով, որպեսի դնեին միավորման սկիզբը Իսպանիայի, որովհետև այդ ժամանակ Ֆերդինանդ Արագոնացին 17 տարեկան էր, Իզաբելլա Կաստիլիացին 18 տարեկան, դա զուտ քաղաքական ամուսնություն էր, եւ շատ-շատերը դրան դժգոհ էին եւ նաեւ գաղտագողի էլ ամուսնացան, եւ դրանով հիմք դրեցին մավրերին դուրս արեցին 1492 թվականին Գրանադան վերցրեցին, որից հետո հասան ի վերջո նրան, որ այնքան հզորացան, որ նաև կարողացան այդ էքսպեդիցիայի հարցը լուծեն, Կոլումբոսը գար Ամերիկան հայտնագործեր, գոնե մի քիչ հարգանք ունեցեք իսպանացիների նկատմամբ, որովհետև եթե իսպանացիները չգային Ամերիկան հայտնագործեին, Դոնալդ Թրամփը կմնար Գերմանիայում, իր Վարշավի պապիկներ չէր փախնի Գերմանիայից, բանակից եւ գնար Ամերիկա եւ այդքան իրանց համար տենց փայլուն պայմաններ ստեղծեր, մաքսիմում կարող է Գերմանիայում միտեղ պապի անունով մի հատ վարսավերանոցում զբաղվեին։ Մի քիչ կարելի է հարգալից լնել այն երկրի հանդեպ, որը որ այդ աշխարհը բացել է։ Գնում ես Կոլումբոսի արձանը դնում, գալի Իսպանիայի վրա մուննատ գալի։ Դա խոսում է նրա մասին, որ մի քիչ չեն խորանում ինչա կատարում, որի պատճառով ամբողջ մոլորակը գցել են կրակը։ Հիմա էլ նոր վերադասավորումներ են անում, եթե այս բանը այսպես չլինի, այսպես կանենք, եթե կվերանայենք, այս կանենք, ձեր հալը դուք հիմա կտեսնեք։ Եթե մենք պետք է հասկանանք, որ դոր աշխարհակարգում պետք է ամեն մեկս մեր գլխի գալիքն իմանանք, ավելի լավ է այս գլխից իմանանք ժողովուրդ ջան, թե ինչ ընտրություն ենք կատարում։ Դե ինչ դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։